նոր սարդարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր Բարի երեկո, Tribune հարթակի եթերում կարճ միացում հաղորդաշարն է։ Ձեզ ենք ներկայացնում այս շաբաթվա ամենահետաքրքիր իրադարձությունները եւ զավեշտալի միջադեպերը։ Գնացինք։ Այսօր մեր հյուրն է աստղաբան, էզոտերիկ ազգագրագետ պատմաբան եւ չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննե Հախվերդյանը։ Ողջույն Աննե, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ։ Չգիտեմ հաղորդաշարի ձևաչափից տեղյակ եք թե ոչ, մենք ամփոփում ենք շաբաթվա կարևորագույն իրադարձությունները, ինչու՞ չէ նաև զավեշտալի իրադարձությունները, որոնք մեր կյանքում եւ մեր երկրում այս պահի դրությամբ շատ ավելի շատ են, քան իրական քաղաքական իրադարձությունները։ Սկսենք թերևս այս շաբաթվա գլխավոր զավեշտից, որը դե ֆակտո համարվում է Հայաստանի վարչապետ, այդ մարդը։ Եվ այսպես մի շարք ստատուսների, ստատուսոլոգիայի թեմաներ է տալիս շարունակաբար եւ տարբեր տեսակի հաղորդումների վերնագրեր են անընդհատ, կարծես վերնագրերով է խոսում մեր Հայաստանի դե ֆակտո վարչապետը։ Ընդդիմությունը մի կողմից, իշխանությունը մի կողմից, այդ գզվռտոցը այնքան արդեն անբնական է իրականում ստացվում, որ ուզում ես ինչ-որ մի բան հասկանաս ու արդեն հերթը հասել է նաև ձեզ իրականում Աննե ջան, որ կարճ միացում այրոք տվել բոլորի մոտ այս շաբաթ, որովհետև ազգային ժողովում այդ ելույթ այդ բարերով ու այդ ընդհանրապես անհասկանալի նույնիսկ մոգական թվացող ինչ-որ շարժումներով, շամանական շարժումներով շատ տարօրինակ էր իրականում։ Հիմա փորձենք հասկանալ նախ այդ մեր դե ֆակտո ղեկավարի հետ ինչ է կատարվում այս պահին, հետո գնանք ընդհանուր Հայաստանի ապագա նման քաղաքական պատկերով ոնց ենք մենք ընդհանրապես ուրվագծում։ Կարճ միացումը դա արդեն մոտենում է Նիկոլի թեմային, ինչու, որովհետև ուրան մոլորակը, որը հենց հոսանքի էներգիայի անսպասելի զարգացումների, նաև հեղափոխական իրադարձությունների մոլորակն է, շատ շուտով, այսինքն հուլիսի 7-ին 2025 թվականի մուտք կգործի երկվորյակներ եւ Նիկոլի արևի նշանը, բայց նախ նա կանցնի Նիկոլի հարավային հանգույցով, այսինքն դա լուսնային իջնող հանգույցն է, որը խորհրդանշում է անցյալ, անցած կյանքերը, անցած ճանապարհ, անցած ուղին, այսինքն այդ Ուրանի եւ Կետուի միությունը այս ստեղծում է այդպիսի տարօրինակ, այսպես ձևաչափ, եւ նա պատահական չէ, որ արդեն հիմա դերի մեջ է մտնում։ Եթե հիշում եք, սափրվեց, անցած տարի եւ այդ ժամանակ հենց նոյեմբերի 20-ին Պլուտոնը ավերիչ մոլորակ, Պլուտոնը ռազմի մոլորակ, պատերազմական գործողությունների, այսպես հովանավոր Պլուտոնը մուտք գործեց ջրհոս եւ նույնպես հարաբերակցություն կազմեց Նիկոլի հարավային հանգույցի հետ։ Պատահական չէր, որ նա իմիջը փոխեց, իսկ իմիջը դա այսպես վերհիշելն էր իր հեղափոխական անցյալը, վերհիշելն էր իր այսպես ընդդիմադիր լինելը, ավելի շատ ընդդիմադիր լինելը, ոչ թե հեղափոխական անցյալը, ավելի շատ Մոնթեի կերպարի մեջ էր այդ ժամանակ, այլ ավելի այդ ընդդիմադիր շրջանը Նիկոլի, դա ոնց որ վերադարձներ դրա։ Հուլիսի 7-ին չա սպասում։ Եվ գնալով խորանալու է այս ամենը, իհարկե ես դա կանխատեսել էի, այդ ջղաձգումները ավելի եւ ավելի սաստկանալու են, դե Ուրանը անկանխատեսելի, այսինքն թե ինչպիսի դրսևորումներ դա կստանա, դա այսպես ասած պահի ազդեցության տակ եւ դուք ճիշտ նկատեցիք, որ շատ նման է այդ շամանական ինչ-որ նախնադարյան պարերի, իսկ դա այդ նախնադարյան պարերը, շամանական ինչ-որ դրսևորումները, դրանք բոլորը նպատակ ունեն, միտված են ազդելու մարդու ենթագիտակցության վրա։ Այսինքն պարզապես հենց այնպես չէին կատարվում այդ շարժումները, այլ որոշակի մեսիջներ ենթագիտակցության անմիջապես փոխանցելու դա այսպես ասած միտում ունի եւ ընդհանրապես Նիկոլը շատ լավ տիրապետում է նեյրոլինգվիստիկ ծրագրավորմանը իր միտինգների ժամանակ 2018 թվականին, եթե հիշում եք, անընդհատ կրկնում էր 3 անգամ նույն
Հիմա նույնպես, ինչ ասում է, ու այդ Երեք- հաշվարկը, որ անդադ հաշվում է, նույնը կրկնում է, երեք էլ ասաց, որ տեղյակներում հիմա սոցիալ հոգեբանական հեղափոխություն Դա հիպնոսի ձև է, որը որ նախնադարում հնագույն շրջանում օրինակ ես հեքիաթներն եմ ուսումնասիրել համալսարանում եւ այնտեղ հենց միշտ 3 անգամ կրկնվում է, ասենք երկնքից ընկավ 3 խնձոր եւ այն դա պատահական չէ, դա պատահական չէ, դա հենց ենթագիտակցության մեջ տվյալ ինֆորմացիան ամրագրելու միտումը ունի եւ նա իհարկե ներազդում է իր շարժումներով Ալիևի այդ բոլորը թելադրած պահանջները, նախապայմանները, որ կան հիմա հնչում են նրա շուրթերից, ստացվում է նա այսպես ծրագրավորում է անում, որ մենք շատ հեշտ դա ընդունենք իրականության բոլոր նրա թեզերը դա թուրք-ադրբեջանական նարատիվներն են, այնինչ որ նա պահանջում է, այսինքն նախ հռչակագիրը հանել մեր սահմանադրությունից եւ դա ընդ որում ես 4 տարի առաջ այդ կանխատեսում արել էի, որ անխուսափելիորեն տեղ են ունենալու սահմանադրական փոփոխություններ, որովհետեւ Պլուտոն այդ ավերիչ մոլորակը անցնում է Հայաստանի 3-րդ հանրապետության քարտեզի Սատուրն մոլորակի վրայով, որը սահմանադրությունն է խորհրդանշում եւ այսինքն ավեր սահմանադրության ոչնչացում ըստ էության իր գալստյան պահից Նիկոլը հենց դրանով է զբաղված։ Բայց իրենց այդ Արարատի, այսպես ասած, վերացումը մեր խոսույթից, թե մեր, չգիտեմ, պատկերացումներից, իրական Հայաստանի մասին այդ կեղծ թեզերը դրանք բոլորը հենց թուրք-ադրբեջանական նարատիվներ են եւ ինքը դե իհարկե հիմնականում նման խոսույթը ազդում է, ասենք, շատ ոչ ինտելեկտուալ մասսայի վրա, ըստ էության իր ընտրողների վրա է ազդում, մտածող, այսպես վերլուծող մարդու վրա իհարկե դա մեծ ազդեցություն չի ունենա։ Վերլուծող մարդու համար պարզապես կրկես է, որ sense նայում ենք ու ուզում ենք հասկանալ լավ մինչև երբ։ Դե հիմա հուլիսի 7-ին ինչ է մեզ սպասելու, ասիկ անսպասելի զարգացումներ կրկին, այսինքն դա սահմանադրության փոփոխության հետ է կապված լինելու, ՀՀԿ Միսկի խմբի լուծարման հետ է կապված լինելու, Ղարաբաղի հարցի հետ է կապված, թե անձամբ Նիկոլի հետ, որ ինչ որ մի բան ամեն դեպքում կտեսնի։ Բացառված չի, որ դուրս կամպիոնի մոտ թուրքերեն խոսի կամ ադրբեջաներեն։ Ես չգիտեմ, ցանկացած այսպես խելագարություն կարող է տեղի ունենալ, որովհետև ուրանը անցնում է նրա հարավային հանգույցի վրայով, որը խորհրդանշում է անցյալը, այսինքն ուրանը տրաքացնում, պայթացնում է անցյալը։ Դե այնուամենայնիվ Նիկոլը խորհրդային շրջանի, այսպես ասած, զավակ է եւ հենց այդ ժամանակ ներդրվում էին մարդկանց ենթագիտակցության մեջ այդ հայրենասիրությունը, ազգասիրությունը, նվիրվածությունը այդ բոլոր թեզերը պայթեցվում են նրա ենթագիտակցության մեջ, ինչ է տեղի ունենում, երբ ուրան անցնում է հարավային հանգույցով։ Իսկ այնուհետև նա կանցնի իհարկե նաև Նիկոլ Փաշինյանի արեգակի վրա, որտեղ նա արեգակնային երկվորյակ է։ Դե դա նշանակում է, որ արդեն ընդհանրապես հնարավոր չէ լինի կանխատեսել։ Այո, օրինակ Թրամփի մոտ, Դոնալդ Թրամփի մոտ այժմյան ԱՄՆ-ի նախագահի նույնպես արեգակ ուրանի հետ միացած է երկվորյակներում եւ նույնպես շատ տարօրինակ շարժումներ է կատարում, գրիչներ է գցում մարդկանց վրա, չգիտեմ, որ բռնեն հաջողություն, ասած, շատ տարօրինակ վարքի հիմա մենք Փաշինյանից ինչ ակնկալենք անկանխատեսելի։ Ընդ որում եւ դերասան է եղել Թրամփը, եւ գործարար, եւ գրքեր է գրել, այսինքն նմանատիպ լայն սպեկտրի տարօրինակ պահվածք։ Այս պարագայում մի հատ եկեք, չգիտեմ, ամփոփել էլ չի լինի, հնարավոր չի սա ամփոփել Հայաստանի ապագան այս կտրվածքով, այս ուրվագծով, ուր ենք գնալու։ Ես ուզում եմ ավելացնել նաև ըստ զրադաշտական տոմարի, Նիկոլ Փաշինյանը ծնվել է Սարդի տարում եւ այդ մարդիկ իհարկե կա տոտեմ եւ անտիտոտեմ, այսինքն տոտեմը դա բարձրագույն դրական դրսևորումն է տվյալ կենթանակերպի, որը խորհրդանշում է իմաստություն, այսինքն մարդկանց միավորելու կարողություն եւ դեպի դրական զարգացում տանելու ուժ։ Իսկ նրա մոտ անտիտոտեմն է դրսևորվում, այսինքն ավերելու, այսինքն մարդկային միավորումները քանդելու, պետությունը նույնպես մարդկային միավորում է եւ դա քանդելու լավագույն վարպետն է եւ այդ Սարդոստայինը նա հյուսում է, որպես ես մարդիկ կամա թե ակամա առանց հասկանալու այսպես ընկնեն այդ Սարդոստայինի մեջ, այդ տանակ շարժումներով, խոսքերով նաեւ ինչ որ շատ
կարծես թե տրամաբանական բաներ է ասում, բայց իրականում պատճառը այլ է, այսինքն պատճառը մարդուն այդ հիպնոզացնելն է եւ գցելն այդ թակարդ, այդ սարդոստայնը։ Խոսեցիք երրորդ հանրապետության կազմալուծման մասին, այսինքն ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանը որպես երրորդ հանրապետության կազմալուծող եւ առաքյալ է հանդես գալիս Հայաստանում։ Այսինքն նա հասնելու է դրան։ Ես բազմիցս ով հետևում եմ Facebook-յան եթերներին, նաև ընդհանրապես իմ ելույթներին, տարբեր հարթակներում ես վաղուց արդեն ներկայացրել եմ Հայաստանի երրորդ հանրապետության քարտեզը, որ շատ անհաջող օր է։ Հիմնադրված ես համարում եմ սեպտեմբերի 21 1991 թիվ եւ հաշվարկել եմ 14:45 րոպե ծննդյան պահը Հայաստանի երրորդ հանրապետության եւ տեսնում ենք, որ այնտեղ լուսինը ազատ ընթացքում է, այսինքն լուսինը, որը գտնում է ջրհոսում, իմիջիալոց Հայաստանի Հանրապետության լուսինը նույն դիրքում ինչ որ ԱՄՆ-ի լուսինն է։ Այսինքն շատ հետաքրքիր է, հայերը միշտ ցկտում են շատ բնակվել, հենց ժողովուրդն է խորհրդանշում լուսինը եւ հայերը ԱՄՆ-ում են, ինչու են ցկտում ԱՄՆ, որովհետեւ հենց նույն աստիճանում է գտնվում լուսինը։ Եվ իհարկե լուսինը չունի որևիցե այլ մորակների հետ փոխհարաբերակցություն Հայաստանի երրորդ հանրապետության քարտեզում։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ ընդհանրապես անվանական աստղաբանության մեջ ազատ ընթացքում լուսինը խորհրդանշում է, որ որևիցե գործ դրական ավարտ չի ունենա եւ արկղված կմնա օդում, որևիցե զարգացում, որևիցե, չգիտեմ, եթե խոսքը գնում է գործընթացի մասին, իհարկե ոչ անձի, այլ գործընթացի, որ պետությունը դե ստեյության դա հավաքական ինչ-որ գործընթաց է, հա, համազգային։ Եվ սա շատ, նաև այլ վտանգավոր իհարկե դիրքեր կան, սա նշանակում ընդհանրապես լուսինը եւ չունի որևիցե հարաբերակցություն եւ դիմակայում է անընդհատ Յուպիտեր մոլորակին, որը էլիտաներն, այսինքն ժողովուրդը լինելու է ըմբոստ եւ մշտապես դիմադրելու է ցանկացած քաղաքական ուժի եւ քննադատելու է ցանկացած քաղաքական ուժի, եւ որը մենք տեսնում ենք Հայաստանի Հանրապետության ողջ 30-ամյա պատմության մեջ։ Նաև ես ուզում եմ ասել, որ ըստ հորոսկոպի Հայաստանի երրորդ հանրապետության երկորակները 5-րդ աստղատան համընկնում են 5-րդ աստղատան, այսինքն դա նշանակում է սիրո տունն է, որ ժողովուրդը կուրորեն սիրելու է երկվորյակ ղեկավարին, որը որ Նիկոլն է, կուրորեն առանց հասկանալու, առանց ես այդ կանխատեսումը արել էի դեռևս 2018 թվականին, որը եւ փաստորեն մինչ օրս շարունակում է պաշտոնավարել, չնայած շատ այսինքն ես եթե 2026 թվականին հերթական ընտրությունները լինեն, էլի սպասվում է, որ կընտրեն։ Ես չեմ կարծում, որ հենց նրա անձի հետ կա, բայց որևիցե մեկի, որը նրա հետ առնչություն ունի, շատ հնարավոր է։ Առաջ է քաշում նրա կնոջ վարկածի իրական, որովհետև Աննա Հակոբյանն էլ ջրհոս է, ծնվել է փետրվարի 1-ին եւ Պլուտոնը շուտով մոտենում է նրա արեգակին, որը ես հավանական եմ համարում, բայց ոչ բացարձակ իհարկե այսպես կան տարբերակներ ամենայն հավանականությամբ, որ հնարավոր է փոխվի, բայց նույն գիծը շարունակվի եւ առհասարակ մեր այս ես հարցազրույց էի տալիս այլ տաղավարում եւ մեկին ասաց, որ Հայաստանի համար այդ 8-րդ վերջացող տարիները ինչը շատ ճակատագրական նշանակություն ունեն, այնպես որ դժվար թե 26 թվականին ինչ որ ուրիշ ուժ իշխանության գա։ Դե իսկապես այդպես է 2008 թիվը, եթե նայենք 2018 թիվը եւ հաջորդը 28 թիվն, այսինքն իշխանափոխությունը մեզ մոտ ըստ էության, ըստ վերլուծության 30-ամյա պատմության Հայաստանի երրորդ հանրապետության հենց 10 տարին մեկ է տեղի ունենում։ Մենք տեսանք ինչ տեղի ունեցավ եւ հաջորդը իշխանափոխության տեսանկյունից լինելու է 2028 թվականը, բայց շատ վտանգավոր է այդ թիվը, որովհետեւ այն ժամանակ խնդիրները ես տեսնում նաեւ մյուս անդերկովկասյան հանրապետություններից եւ Ադրբեջանում եւ Վրաստանում հնարավոր են ուժեղ ցնցումներ, քաղաքական հենց ցնցումներ, որը որ նաեւ Հայաստանում կարող է տեղի ունենալ, այսինքն այդ իշխանափոխությունը իհարկե կբերի շատ ծանր հետևանքների, բայց դա առանց դրա հնարավոր չի շարունակել։
Վերադառնանք Հայաստան, եկեք Արցախում տեսանք ինչ կատարվեց, անե դուք Արցախի մասին էլ եք կանխատեսումներ արել իրականում, Արցախը տվեցինք, բայց մենք էլի հանգիստ չենք հիմա, թշնամու աչքը եւ ամբողջ զինանոցը ուղղված է Սյունիքի վրա իրականում եւ այդ կրակոցները անդադար, որ սկսվել են մեր բանակցությունների իբրև ավարտից հետո, որ հիմա սպասում ենք խաղաղության պայմանագրի ստորագրման ու էլի անընդհատ ասում ենք մենք էս էլ կանենք, այն էլ կանենք, մենակ թե խաղաղության պայմանագրի ստորագրեք, բայց թշնամին իր հաջորդական գործողությունները միշտ անում ու նույն ձևի անում, ոնց որ արեց դա եւ ապրիլյանին եւ 20 թվականի պատերազմի ժամանակ Հիմա ինչ է կատարվելու այս հրադադարի խախտումները անդադար ինչի մասին է խոսքը։ խոսքը։ Դեստեյցիան Արցախում տեղ ունեցավ ցեղասպանություն հերթական, որը որ սկսվել էր դեռևս 19-րդ դարի վերջից, որտեղ բարբերաբար ջարդեր տեղի ունենում դեռևս 19-րդ դարի վերջում։ Եվ իհարկե ամենամեծ ցեղասպանությունը, որի 110-րդ տարելիցը, հեսա մենք նշելու ենք ապրիլի 24-ին, դա եղավ 1915 թվականին եւ դա պատահական չեն ընտրել այդ տարեթիվը, որովհետեւ այդ ժամանակ իմ հետազոտություններ, վերլուծություններով եկե մորակի ընդհանրապես արեգակնային համակարգին այո 15 թիվը ամենամոտ աստղը այդ Տոլիման կոչվող աստղը նա մաքսիմալ մոտեցել էր երկիր մորակին այդ աստղը որը գտնվում է Կարիճ կենթանակերպի ամենավերջին այդ օցակիր կոչվող այդ հատվածում 29 աստիճան Կարիճում եւ այդպիսի դրսևորում դա տեղի ունեցավ մեր ժողովրդի կյանքում այսինքն այն ցիկլերը այն ինչ որ գործողությունները որը սկսվում են այդպիսի գլոբալ մեծ աստղային պարբերաշրջանների ժամանակ այսինքն արդեն աստղերով է պայմանավորված ոչ թե ինչ որ մորակներով կամ այլ հանգամանքներով սև լուսին, սպիտակ լուսին դա չի, այլ աստղեր են, այսինքն դա շատ տևական հազարամյակներ տևող ծրագիր է ներդրվում տվյալ գործողության մեջ եւ այսինքն դրանից խուսափել հնարավոր չէ ամեն դեպքում շատ բարդ է դրանից խուսափել գիտեք ես մատենադարանում 10 տարիվանից ավելի անցկացրել եմ հետազոտություններ աստղաբանական ծրագրեր տարբեր էզոտերիկ բնույթի ծրագրեր եմ կարդացել եւ այնտեղ կա եւ տպագրված կա որ աստղերի զորություն օգտագործելով այսպես թուղթուգիր է արվում, այսինքն որոշակի երկրի վրա աստղերի ազդեցության որոշակի էներգիան օգտագործելով որոշակի ձևերով։ Իհարկե մանրամասն դա նկարագրված, բայց ես կարծում եմ կան նաև ծրագրեր, այն ինչ որ հրապարակված է մանրամասն սցենարի շրջաններ կան մատենադարան։ Այո, կան։ Եվ բնականաբար կա նաև երևի թե ավելի խորացված մանրամասն նկարագրություններ, թե ինչպես է դա պետք անել։ Դրանք հասանելի են։ Դե հրապարակված կա սցենարի շրջանի կողմից, դա հրապարակված է եւ թաղում են երկրի մեջ հենց տվյալ տարածքում ենթադրենք օրինակ որ կանայք դառնան չբեր կամ որ տղամարդիկ դառնան կնանման կամ որ տղամարդիկ դուրս գան այդ երկրի տարածքից այսինքն կամ որ երկիրը բերք չտան ու կան եւ դրական որ ասենք լավ լինի բերք տա եւ այլն այդպիսի նկարագրություններ կան Հայաստանում նման ծրագրավորում արված է որովհետեւ մեր թշնամիները թուրքերը շատ լուրջ են վերաբերվում այդ բոլոր գիտելիքներին եւ կիրառում են դրանք ի տարբերություն մեր այսպես ասած գիտնականների, մեր ղեկավարների, որոնք համարում են դա այսպես յունաստատու հեքիաթներ, բայց Թամպես մատենադարանում շատ կանցեր ունենք, որոնք կարող են մեզ օգնել հիմա դուրս գալ այս վիճակից, բայց դա արհամարված է, տոտալ ձևով արհամարված է, իրական հնագույն գիտելիքները նախամարտկային քաղաքակրթություններից եկող այդ գիտելիքները պարզապես անտեսվում են եւ դա այն է ինչ որ ես ձեզ նոր պատմեցի 1915 թվականը նույնպես այդ ծրագրով էր կատարված եւ հիմա մերժում ենք արդեն հայոց ցեղասպանությունը եթե գիտեք այո դա թուրքական նարատիվ է որը որ իհարկե որ մենք այլևս ողջ չենք ուզում մենք ուզում ենք բարեկամանանք թուրքեր դե շուտով կփակեն այդ հուշահամալիրը Ծիծեռնակաբերդի եւ կարգել են ընդհանրապես այնտեղ ինչ նման կանխատեսում էլ կա թե վերլուծություն է կարելի դե տրամաբանորեն է դա որ արդեն դա շատ հուլիսի 7-ից հետո շատ տրամաբանական կլինի քաղաքական դաշտում որոշումներ կայացնելու դե ըստ մեր ղեկավարներին այո
Բայց դա նորից ենթագիտակցության վրա ներազդելու փորձ է, այդ ջնջելու Մոռացեք անցյալը, մոռացության տալու, հա, դա հենց այդ փորձն է, որովհետև եթե մոռացում է անցյալը, բնականաբար այդ նույնը կրկնվելու է նաև ապագայում։ նախապատրաստում են կրկին ցեղասպանության։ Դա ցավալի է, այո, եւ ես այդ կանխատեսումը, երբ Արցախի հետ կապված 2023 թվականի սկզբին, հենց անգամ 22 թվականի դեկտեմբերին ես արեցի այդ կանխատեսումը, որ նոր ցեղասպանություն է սպասվում, ես դա ասացի, որ իսկ ում մտքով կա հայոց նոր մեծ ավելի գլոբալ դե, բայց ասեցի, որ փոքր մասշտաբներով է լինելու այդ ցեղասպանությունը, բայց 2035 թվականը, որը կրկին միջալոց փայտենապաստակի տարի էր, որը 1915 թիվն էր փայտենապաստակի տարին եւ Նիկոլի ծննդյան տարի, 1975 թիվը նույնպես փայտենապաստակի տարի է։ Ու այդ 2035 թվական դե բացի ընդհանրապես աստղաբանությունը չինական եւ չինական մետաֆիզիկան, դրանք շատ լուրջ ճշգրիտ գիտելիքներ են, որը որ եւ ապացում մեր կյանքում, բայց այն ժամանակ 2023 թվականը դա ջրային նապաստակի տարի էր եւ դրա համար կանխատեսումը այնպեսին էր, որ փոքր մասշտաբներով է լինելու, բայց արդեն 2035 թվականը շատ վտանգավոր է հայ ժողովրդի համար, դեռ կրկնվում է այդ տարին։ նույնը կրկնվելու է։ Այնպես բաներ ասեցի, շատ իհարկե ցավալի է, դե պետք է պայքարել այդ, բայց ինչով պայքարեն գիտությամբ, գիտելիքով, այո, գիտելիք տալով, այսպես գիտելիք է պետք տալ, որովհետև Նիկոլը հակառակ բանն է անում, այսինքն ջնջում է այդ գիտելիքը։ Պատմությունն է ջնջում։ Իրական Հայաստան, հա, իրական Հայաստանը, որը որ իրականում գոյություն չունի այդ իրական Հայաստանը։ Եվ այն ժողովուրդը, որը 10,000 տարուց ավել պատմություն եւ անհիշելի ժամ, ինչ ջրհեղեղյան անգամ մենք չգիտենք մեր պատմությունը, մենք չգիտենք։ Դե նույնպես վերացվել է մեր պատմությունը 2000 տարի առաջ գիտեք, բայց դա հենց դրա պատճառով։ Այսինքն հիմա նույնը կատարվելու է Լեռնային Ղարաբաղի հետ, ըստ ձեզ մոռացվելու է դա։ Դե ես չեմ կարծում, որ հիմա կմոռացվի, բայց ուժեղ պայքար է պետք, խոսքը որ կա, այն պայքարը, այն ճակերտավոր պայքարը իշխանության արցախցիների դեմ։ Դա իհարկե ուժ կարողանանք այդ հողերը վերադարձնել, բայց անխուսափելի պետք է վերադարձնենք, որովհետև այլապես Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ։ Բայց տեսեք, դուք հակառակն եք ասում, ասած Արցախը տանք, որ Հայաստանը պահպանենք, հիմա ճիշտ հակառակն է, այո, մենք տվել ենք ու բացել ենք մեր դարպասները։ Դա այդքան պատմամշակութային այդ արժեքները ամբողջ, որ այնտեղ կորել են այդ վանքերը, ճիշտ հակառակն է, հուշարձանները, եկեղեցիները, դա նույնը տեղ ունեցավ, որ 1915 թվականին ըստ էության։ Ինչու մենք չգիտենք մեր պատմությունը, մեր հնագույն պատմությունը մենք ըստ էության չգիտենք, որովհետև այդ Արևմտյան Հայաստանը ամբողջությամբ գտնվում է թշնամու տարածքում հիմա եւ մենք չենք կարող գործնականորեն ինչ որ այնտեղ պեղումներ անցկացնել եւ ինչ որ գիտելիքներ ձեռք բերել մեր հնագույն անցյալի մասին։ Եվ այդպիսի ծրագիր կա համաշխարհային մակարդակով, որ այդ բոլոր 5 քաղաքակրթությունները վերացվում են։ Ինչ նպատակա Դե նպատակը այն է, որ մարդկությունը մոռանա իր անցյալը, որ աստվածային անցյալ է ունեցել, որ հզոր քաղաքակրթություններ են եղել եւ տիրապետել են անգամ հոսանքին եւ այդ ապացույցները բոլորը կան, տարբեր սարքավորումներ, այդ նույն ձեռագրում, որ Սեն Արևշարյանը հրապարակեց այնտեղ, նույնպես Մատենադարանում այդ հիմա այդ տեսախցիկները, որ ամենտեղ կախված են, հենց նկարագրված այդպիսի մի տեսախցիկ, որ կարելի ասում է գտնվելով մյուս սենյակում, պատի հետևից տեսնել, թե ինչ է կատարվում, այդ հենց տարածի այդպես գրված։ Դա դեռ որ դարում, մեր թվակցությունից առաջ թե մեր թվակցությունից։ Դա այդ ձեռագիրը 17-րդ դարի ձեռագիրը, բայց բնականաբար 17-րդ դարում անգամ հոսանք, չգիտեմ, ինչ տեսախցիկներ, բջջային հեռախոսի մասին կա, որ կարելի լսել հերվից, հերու եւ այդ ամեն ինչը։ Միգուցե դա էլ կանխատեսումներ են եղել, նկարագրված է, որ սարքերով, չգիտեմ, ինչ որ նյութական հնարավոր է այդ տեսնել։ Դա փաստ է, այսինքն եղել է տեխնոլոգիապես զարգացած քաղաքակրթություն, որը որ նաև Հայաստանում է ներկայացված եղել եւ ընդհանրապես մեծագույն կենտրոններից մեկը եղել է նաև Հայաստանը։ Դա պետք է ջնջել մարդկանց հիշողությունից եւ այդ պատճառով
պետք է վերացնել Արցախը, պետք է վերացնել Արևմտյան Հայաստանը, որտեղ այնտեղ են եղել այդ կենտրոնները ամենայն հավանականությամբ, այդտեղ ավելի շատ կան այդ Եթե հիշողությունը կոթողներ, եթե Պորտասարը վերցնենք 12000 տարվա մեր թվարկությունից առաջ այդ հուշարձանն է, որը բացարձակ գենետիկական հետազոտությունների կենտրոնն է եղել, դա ապացուցված բան է արդեն։ Դա այն, այսինքն միտված է, որ սա շատ ավելի խորքային ծրագիր է, որ ոչ միայն հայ, պես ասած, բնակչությանը հանել այս տարածքից, այլ նաև վերացնել, այլ նաև հենց այդ հիշողությունը վերացնել։ Լավ, ինչի հենց հային, ինչու, հենց հայ, որովհետև բոլոր հնագույն քաղաքականություններին նրանք ուզում են ոչնչացնել։ Դա եւ Սիրիայում ենք տեսնում եւ Պարսկաստանում, դեռ Պարսկաստանում նույնպես հետքերը կան, ցանկանում են դրա համար Պարսկաստանը վերացնել, Իրաքում հնագույնած շումերական քաղաքակրթության հետքերը որ կան, դա իհարկե ոչ մեկին դա պետք չէ։ Եգիպտոսին չեն կարողանում, որտեղ այնտեղ պահապաններ կան, որոնք չեն թողնում։ Բայց փորձ կատարվել էր իմիջիայլոց 2012 թվականին այդ գարունը արաբական, որը այրում էին արդեն այդ ձեռագրերը կայրում, կասեցվեց ուղղակի ուժով կասեցվեց։ Մենք չկարողացանք ուժով կասեցնել այս հեղափոխությունը։ Մեզ ռազմական հեղաշրջում ապետ։ Դա միակ ծևն է, որ հնարավոր է։ Իմ կարծիքով միակ տարբերակն է։ Մի խոսքով լինենք տեղեկացված, տարածենք այդ գիտությունը, որ գոնե հուլիսի 7-ին հասկանանք մինչև հուլիսի 7-ը ինչ ենք վերապրելու։ Եկեք գանք Գյումրի, Անե ջան, հասկանանք Գյումրիում ինչ կատարվեց իրականում, որովհետև ցնծությունը մեծ է, որ Գյումրիում ընդդիմությունը հաղթանակ տարավ, իշխանությունը պարտություն կրեց եւ Վարդան Ղուկասյանը էլի շատ էքսցենտրիկ կերպար իրականում, մի քիչ երևի խոսեք իր կերպարի մասին ու ավելի հասանելի, որ մարդիկ էլ ընկալեն ինչի մասին է խոսքը ու հասկանանք նա ինչ, նրանով ինչ ապագա է ստեղծվելու Գյումրիում, ըստ էության Գյումրին այն փոքրիկ փաթեթավորված են պրոյեկտն է, կարծես Հայաստանի փոքրիկ պրոյեկտն է, որ հետո տարածվում է, չէ՞, այդ քաղաքական մթնոլորտը ամբողջ Հայաստանի վրա իրականում։ Դրա համար այդ հաղթանակը շատ նշանակալից էր։ Հասկանանք այնտեղ ինչ է կատարվելու։ Հետաքրքիր բան էր Վարդան Ղուկասյանի այս հայտարարությունների վրա շատ խոսեցին, որովհետև ասաց ես կողմ եմ Ռուսաստանին ու Բելարուսին, չգիտեմ հետևել եք թե չէ, որ միութենական պետության պայմանով մենք էլ միանանք, Հայաստան լինի անկախ, բայց միութենական պետության ու սկսեցին, որ Գյումրի համայնքապետը ռուսամետ է, ռուսի սապոգի տակ է որոշել ապրի, մենք ռուսի սապոգի տակ չենք ուզում, այն չենք ուզում անել։ Վարդան Ղուկասյանը շատ բացառիկ հորոսկոպ ունի, իսկապես բացառիկ դեմք է, նա նաև հավատացյալ է, լինելով կոմունիստական կուսակցության շատ տարօրինակ չէ դա ամեն ինչը։ Նա հավատացյալ է եւ նրա հորոսկոպում նա ծնվել է ուրեմն հունվարի 20-ին 1961 թվականին, այնտեղ Լուսինը եւ Վեներան միացած են ձկներում եւ միացած է հարավային լուսնային հանգույցի հետ, այսինքն նախկին կյանքում այս անձնավորությունը եղել է չափազանց հավատացյալ եւ կին է եղել։ Այսինքն անգամ հնարավոր է մայրապետ է եղել ինչ որ այսի Բյուզանդիայում շատ հավատացյալ երկրներից մեկում եւ հիմա նրա մոտ այդ հիշողությունը կա, ինչա շատ լավ ձայն ունի նաեւ, այսինքն այդ օրը դա շատ հետևել եք բացառիկ անձնավորություն է, որ անգամ հնարավոր է նա Կիլիկիայում էլ է ծնված եղել ինչ որ ժամանակ, որտեղ Կիլիկիայի եւ Բյուզանդիայի կապերը շատ խորն են եղել, դա գիտենք։ Եվ ինքը այն իսկապես այն անձնավորությունը, որը կարող է փոխել ինչ-որ զարգացումներ, որովհետև ես նշել եմ, որ այդ ջրհոսը շատ կարևոր նշան է Հայաստանի համար եւ Լուսինն այնտեղ գտնում եւ Սատուրնը։ Իհարկե նրա արեգակ անմիջապես միացած է Հայաստանի Հանրապետության Սատուրնի հետ, որը կարգուկանոնն է եւ սահմանադրությունը։ Այն նա կարող է ինչ-որ դեր կատարել այդ սահմանադրական փոփոխությունների ընդդեմ շարժման մեջ եւ հայոց պետականության պահպանման հարցում։
Բայց միաժամանակ իհարկե խնդիրներ ունի, որովհետև Սև լուսինը անմիջապես նրա մոտ դիմակայում է Արեգակին, դա նշանակում նա միշտ պետքա պայքարի չարի դեմ, ցանկացած ձևով, որը որ նա եւ հայտարարում է, որ չարի դեմ է պայքարում, չգիտեմ, սատանայի դեմ, եւ այդպիսին է պայքարը, եւ այստեղ Սև ուղակի Մարսը իր նախաձեռնության ակտիվության մորակ Մարսը հետընթաց շարժում են Հայաստանի Հանրապետության դեսցենդենտով, այսինքն կա ծագող նշան եւ կա մայր մտնող, այդ մայր մտնողը հենց բանը խեցգետինն է եւ այստեղ Մարսն է, որը որ իսկապես նա թշնամիների դեմ պայքարելու է Հայաստանի ու ուղղակի շատ նա վտանգը այնա, որ կարող են իսկապես վերացնել այդ անձնավորությունը։ Տեսեք, այնտեղ սպառնացել էին, որ հələ սպասեք, ֆիզիկապես կարող է անգամ վերացնել, որովհետև Մարսը գտնվում է բռնի մահվան աստիճանի մեջ, իմիջիայլոց Տրամպի մոտ նույնպես Մարսը այդ աստիճանում է գտնվում, բայց առյուծում։ Դե Տրամպին մի քանի անգամ փորձեցին մահափորձ, բայց այսքան Վարդան Ղուկասյանի դեմ կարող է մահափորձ շատ վտանգավոր է, ամեն դեպքում վտանգավոր, մոտավորապես դա թույլ տվեք չասեմ, բայց վտանգը կա, վտանգ արկա է, դա չի նշանակում վաղն է լինելու, բայց կարող է ինչ-որ ինչ ձևերով հետագայում փորձեն ընդհանրապես վերացնել, որովհետև շատ Հայաստանի համար շատ կարևոր բացառիկ ինչ-որ դերակատարություն, այսինքն նաև այնպիսի զարգացումներ ազդեցությամբ կարող են լինել, որոնք անկանխատեսելի են եւ որոնք անգամ ավերիչ են նաև։ Այսինքն եթե նա իսկապես փորձի պայքարել, դա շատ նոր հեղափոխության սկիզբ կլինի։ Այսինքն տեսեք 18 թվականի Նիկոլի հեղափոխությունը սկսվեց Գյումրիից, ինչով է նշանակալից Գյումրին այդ առումով, որ հենց այդտեղից է սկսվում եւ անկանխատեսելի է, շատ էքսցենտրիկ մարդ է, որտեղ նա ծնվել է Լուսանի տարում, ըստ դրադաշտական տոմարի, այսինքն Լուսանը դա հենց այդ անկանխատեսելի կայթվածքին է, որը հենց այս տարի մեր մոտ նույնպես Լուսանի տարին է։ Շատ հետաքրքիր, նույնպես Ալիևն էլ է ծնվել Լուսանի տարում 1961 թվականին, որը շատ այսինքն այս տարի վճռական է լինելու ընդհանրապես այս մեր տարածաշրջանի համար եւ եթե իսկապես ռազմական ինչ-որ ագրեսիա սկսվի, դա շատ վատ հետևանքներ կունենա Հայաստանի Հանրապետության եւ ընդհանրապես տարածաշրջանի վրա, որովհետեւ Պարսկաստանի դեմ նույնպես նախապատրաստվում է այդ ագրեսիվ գործողությունները, որը շատ իհարկե այս տարի վճռական է, նաեւ Մարսի ազդեցության տակ են գտնվում, տարվա թվերի գումարը 9 է կազմում, որը Մարսի թիվն է։ Մյուս տարին էլ հրեղենցին է, որ հրեղենցին գիտեք շատ ագրեսիվ լարված զարգացումների իսկ Գյումրիով ինչ կասեք, ինչու է հենց Գյումրիից սկսվում այդ վիճակը։ Տեսեք էլի Վարդան Ղուկասյանի կերպարով է ստացվում Գյումրիում, որ ասում եք հեղափոխություն, դա հոր կերպարն է, որը շատ կարևոր է ընդհանրապես քաղաքականության մեջ, հիմա դարձել է տրենդ, որ հայրաքաղաք ենք ասում Գյումրին նաև, Թրամպը հայրաբար այսպես այսքան երիտասարդներ են զոհվում, մեղք չեն նրանց մայրերը եւ այս հայրական տրենդը ընդհանրապես խորհրդանիշը ըստ չինական այդ ֆենշույ գիտության դա հյուսիս-արևմտյան ուղղությունն է, այսինքն տան ղեկավարը, տան մեծը, տան աշխատողը, տան պատրիարքը, այո, հյուսիս-արևմուտքում է գտնվում Գյումրին Երևանից։ Եվ սա եւ հիմա իմիջիայլոց ապրիլ ամսվա ընթացքում այնտեղ շատ լավ գեղեցիկ կառույցեր էներգետիկական հզոր, որը որ երևի թե օգնես նաև դա նպաստեց, որ պատահականություն է արդյոք որ Զատկի տոնին է նրա երթմնակը։ Դե այդքան լինելով այդպես հավատացյալ իսկապես եւ այսինքն նաև քանի որ այդ հարավային հանգույցը ցույց է տալիս նախնիներին, շատ հնարավոր է որ նրա ցեղում, այսինքն 7 պորտ եւ այլն ավելի հեռու եղել են իսկապես հավատացյալներ, որոնք նվիրվել են ամբողջ կյանքով, ամբողջ մարմնով, հոգով հավատքին։
եւ նա ժառանգել է դա պարզապես։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ նա սուրբ է եւ իհարկե այդպես չի, եթե նման քաղաքականության մեջ է, դա պարզ է, որ այդպես չի կարող լինել, բայց այդ սրբակենցաղ վարքով ապրող նրա նախնիների շնորհիվ նա ոնց որ ստացել է այդ հնարավորությունը իսկապես փոխել, պայքարել չարի դեմ։ Դե գիտեք, որ ԿՊՆ-ն չմասնակցեց նիստին Գյումրիում ու այդպես էլ ասում էին, որ ԿՊՆ-ն տենց այդ սատանայական իրենց բաների մեջ սև ուժերն էին ներկայացնում, դրա համար չկարողացան այդ ԿՊՆ-ն նույնպես սկսեց իր քայլերթը այդ հրեական այդ բանի տոնի Պեսախ տոնի հետ կապված այդ պես որ այսինքն մարտի 31-ին սկսվեց, չէ՞ դա։ Դա մասոնական էլի իշխանություն միսիոնիստական, այսինքն շատ հակահայկական ուղղություն է եւ հակապարսկական։ Դե հայ-իրանական զորավարություններն էլ էս պահին ուրեմն պատահական չի։ Դե չեն թողնում, որ ավելի, եթե Պարսկաստանի եւ Հայաստանի միջև այդ համագործակցությունը լիարժեք վերականգնվի, դա որևիցե խնդիր չի լինի մեզ համար։ Ոչ ռազմական իմաստով խնդիրներ կունենանք, ոչ այլ։ Բայց չեն թողնում, որ այսքան մենք Ռուսաստանից հեռվանում ենք հիմա դա ինչ Վարդան Ղուկասյանը, որ ինքը ջրհոս է, դա հենց Ռուսաստանի խորհրդանիշն է, ջրհոսը դա պատահական չէ, նաև ձկների, որովհետև Ռուսաստանը ձկների ազդեցության տակ է գտնում եւ ջրհոսի, եւ նրա մոտ էլ նույնպես եւ ջրհոսներ ուժեղ եւ ձկները։ Լավ, Անե ջան, եկեք ամփոփենք, հասկանանք ընդհանրապես ինչ քաղաքական պատկեր ունենք եւ Երևանում, եւ Գյումրիում, եւ ընդհանրապես Հայաստանում ու ինչա մեզ սպասվում այս պահին, ինչ կանխատեսումներ ունենք։ Պատկերը բարդ է բավականին, այդ սահմանադրական փոփոխությունները անխուսափելի են, ես այդպես հասկանում եմ, ինչու, որովհետեւ ավերիչ Պլուտոնը անցնում է Հայաստանի Հանրապետության Սատուրնի վրա, որը սահմանադրության եւ սահմանների խորհրդանիշն է, նաեւ երկրի սահմանների, այսինքն փոփոխության են ենթարկվելու եւ սահմանները եւ սահմանադրությունը, որը եթե իհարկե այդ անկախության հռչակագրի մասին հիշատակումը դուրս բերվի սահմանադրությունից, դա արդեն երրորդ հանրապետության, այսպես ասած, ավարտը կլինի ցավալիորեն մեզ մոտ, եւ դա եւ բացի դրանից հիմա վատը նա է, որ այդ հարավային լուսնային հանգույցը անցնում է Հայաստանի Հանրապետության Արեգակով եւ Մերկուրիով։ Կույս նշանում է գտնվում Հայաստանի Հանրապետության Արեգակը 27 աստիճանում եւ Մերկուրին նույնպես 14 աստիճան կույսում։ Դա նշանակում է ճանապարհների հետ կապված խնդիրներ, սահմանների իշխանության հետ կապված խորքային իշխանության ճգնաժամ է նշանակում, որը մենք տեսնում ենք հիմա ստեյության։ Այնուհետև նա անցնելու է Յուպիտերի վրայով, որը նույնպես կույս նշանում է Հայաստանի Հանրապետության Յուպիտերը։ Այդ հարավային հանգույցը նշանակում է կորուստներ, այսինքն էլիտայի մեջ կորուստներ, այսինքն էլիտան նույնպես ոչ ընդդիմությունը, ոչ իշխանությունը չեն կարողանում կառավարել երկիրը, ստեյության երկիրը գտնվում է դրսի կառավարման։ Իսկ դες մենք ընդդիմություն ունենք, դե այսպես խորհրդանշական ընդդիմություն, այնինչ որոնք հակադրվում են իբրև թե իշխանությանը, չգիտեմ, ես իհարկե համատում եմ, որ չունենք ընդդիմություն փաստացի, բայց Յուպիտերի վրա այդ առանցումը հարավային հանգույցին նույնպես շատ մտահոգիչ է եւ տնտեսության համար եւ քաղաքական ինչ-որ խմբավորումների, քաղաքական կուսակցությունների համար նույնպես շատ դա վատ խորհրդանիշ է։ Ըստ տեսեք մեր սոցհարցումներից վերջին սոցհարցման ժամանակ սովորական քաղաքացիներից իհարկե եթե ընտրվեր, եթե անգամ Փաշինյանի անուն լսել չեն ուզում ու շատ կան, որ ասում են մենք ընտրել ենք էլի երկրորդ անգամ, բայց հիմա խնդրում եմ նրա անունը մի տվեք։ Միթե էլի կլինի մարդ, որ հնարավորություն կտա Փաշինյանին ընտրվելու, թե դա կլինի էական չէ նա կընտրվի, թե ոչ, իրականում նրա շարունակությունը եւ 2028-ի որտեղ իշխանությունը Հայաստանի Հանրապետություն 10 տարին մեկ է փոխ։ Դիմանանք մինչեւ 20 թվական, հա։ Եվ այդ 2008 թվից իհարկե այդ ավերիչ զարգացումները մարտի 1-ից որ սկսվեց, այն ժամանակ Պլուտոնը նոր էր մուտք գործել այցեղջյուր, Հայաստանը այցեղջյուրի ազդեցության տակ է, Հայաստանի Հանրապետության ժամադիտակը ծագող
նշանումպես այդ եղջյուրում է եւ իհարկե դրանից սկսվեց մեր այդ անդադ անկումը ըստ էության այդ հենց ամբողջ տարանցումը Պլուտոնի այդ եղջյուրի աստղակերպով շատ կործանարար էր Հայաստանի համար։ Լավ, մենք որևէ լավատեսական կանխատեսում չունենք այս պահի դրությամբ անի։ Լավատեսական կանխատեսումը նա է, որ պետք է դիմադրել։ Ինչպես օրինակ ինչպես դիմադրենք ով ունակ է դիմադրելու թեկուզ խոսքով, թեկուզ գիտելիքով, դե զենքով ես անձամբ չեմ կարող դիմադրել, բայց գիտելիքով դա հնարավոր է, այսինքն մարդկանց հասկացնել այդ ինֆորմացիան, որպեսզի նրանք իմանան, որ հայ դա աստվածային ազգ է, այսինքն մենք ունենք հատուկ գենոտիպ, որը որ շատ գալիս է շատ խորքերից եւ առաքելություն ունենք իրականում որն է չար ուժերի դեմ։ Դե եթե այնպես լիներ, որ Պարսկաստանի հետ մենք մշտապես միացած լինենք, իհարկե դա թույլ չէր տա, որ թուրքը ներթափանցի այս տարածք։ Բայց քանի որ հայ ժողովուրդը ընդունեց քրիստոնեությունը, իսկ պարսիկները չընդունեցին քրիստոնեությունը, նրանց մոտ այլ կրոններ այդ միհականությունը կար այն ժամանակ եւ դա ըստ էության քրիստոնեությունը ավելի լայն տարածում ստացավ, քան միհականությունը։ Եվ դա խնդիր եղավ։ Խոսքով պայքարենք եւ ընդդիմանենք ունեցանք այս խնդիրը։ Հայ ազգի առաքելությունը։ Բայց մինչեւ չմիանանք նորից, դա ուղղակի անհնարին է դիմակայել չարին։ Շնորհակալ եմ Աննի ջան հետաքրքիր զրույցի համար։ Սիրետևորդներ եղեք ակտիվ մեր Facebook-ում, YouTube-ում, նաև Patreon-ում, շաբաթվա անցուդարձին առաջինը եւ մշտապես ծանոթ լինելու համար կհանդիպենք։ Նոր միջոցառարապաշտություն եւ մեզնի յուրաքանչյուրը պարտավոր